Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։ Բարև ձեզ, ATV-ի եթերում մեր պատմությունը հաղորդաշարի հերթական թողարկումն է, որն իրականացնում ենք մեր գլխավոր գործընկեր Converse բանկի հետ միասին։ Մեր այսօրվա թողարկումը նվիրված է հայ նշանավոր գործարար, բարերար Ալեքսանդր Մանթաշյանցին։ Նավթի արքա անունը ստացած Մանթաշյանցը իր ժամանակներում ապրած ամենահարուստ մարդկանցից մեկն է համարվել։ Բավական է միայն նշել, որ 20-րդ դարասկզբին հենց նա էր արդյունահանում Բաքվի նավթի կեսից ավելի։ Նրա առևտրային տներն ու դրանց մասնաճյուղերը ընդարձակվելով ներառում էին ամենատարբեր երկրներ ու քաղաքներ՝ Մադրիդից ու Վարշավայից մինչև Կալկաթա ու Պաղեստին։ Ալեքսանդր Մանթաշյանցը Թիֆլիսի կապիտալիստական միջավայրի ծնունդ էր եւ այդ միջավայրի վառ ներկայացուցիչ։ Մի քանի սկսենք հենց այս կետից։ Նախ ինչ ճանապարհ է անցել Մանթաշյանցը եւ այդ ինչ միջավայր էր ստեղծվել Թիֆլիսում, որում իրենց կարևոր ներդրումն ունեին հայերը, այդ թվում նաեւ Մանթաշյանցը։ Իսկապես շատ կարևոր է սկսել հենց միջավայրից, որովհետեւ 19-րդ դարի երկրորդ կեսի ռուսական կայսրության կազմում գտնվող մեր փոքրիկ տարածաշրջանը կամ ենթատարածաշրջանը, այսօր Կովկասը, կամ ինչպես ռուսերեն էին անվանում Անդրկովկաս, այդտեղ կապիտալիստական հարաբերություններն էին շատ արագ զարգանում եւ այս նոր տիպի տնտեսական հարաբերություններում հայերն ունեին առանձնահատուկ տեղ։ Եվ սա ուներ իր բացատրությունը, շատ հստակ բացատրություն, նախ այն մուսուլմանական վերնախավը հողատիրական, որ առանձնաշնորհյալ էր նախորդ արդեն պարսկական տիրապետության պայմաններում կորցել էր իր նախկին դիրքը, մյուս կողմից չէր հասցրել այս տարածաշրջանում ձևավորվել ռուսական կալվածատիրական համակարգ, որը որ գոյություն էր կենտրոնական Ռուսաստանում, եւ ունենք մեր հարևանությամբ վրացիների շրջանում սեփական հողատիրության համակարգից զրկված ազնվականական մեծ խավ, որը որ փաստացի ոչինչ չէր տնօրինում եւ նոր ձևավորվող հարաբերությունների պայմաններում այդ առևտրը արդյունաբերող խավը, այսինքն կապիտալ տնօրինող խավը շատ արագ դառնում են հայերը։ Այսինքն մի միջավայրում, որտեղ որ հնարավորություն կա սեփական աշխատանքով, սեփական քրտինքով ստեղծելու, արարելու, անմիջապես հայերը կարողացան օգտվել այդ իրավիճակից եւ մասնավորապես առաջինը Թիֆլիսում, որը կենտրոնն էր այդ ժամանակակից Թբիլիսին, Վրաստանի ներկայիս մայրաքաղաքը, Կովկասի փոխարքային նստավայրներ ռուսական կայսրության համակարգում եւ դրանով պայմանավորված համարում էր այս տարածաշրջանի կենտրոնը եւ տնտեսական զարգացման բումը այնտեղ էր տեղի ունենում, իսկ այստեղ կա շատ հետաքրքիր փաստ, հայերը այստեղ թվականակով առաջինն էին եւ միևնույն ժամանակ շատ արագ զբաղեցնում են այդ տնտեսական հնարավորությունների դաշտը եւ պատահական չէ, որ հայերը 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին տնօրինում էին Թբիլիսի տարածքում եղած ընկերությունների կապիտալի 62%-ը եւ հետաքրքիր է, որ շատ արագ, երբ որ նավթարդյունաբերություն է սկսում ձևավորվել Բաքվում, հայերը շատ արագ հենց Թիֆլիսից առաջին հերթին սկսում են այնտեղ ձեռք բերել նավթահորեր եւ մեծ ներդրումներ կատարելով հասնում նրան, որ այստեղ էլ 58% եղած ընկերությունների, ձեռնարկությունների պատկանում էր հայերին եւ օրինակ նավթի արդյունահանման հետ կապված եթե նայում ենք, արդյունահանվող նավթի 54%-ը հենց հայ ձեռնարկատերերի սեփականություններ, այսինքն ստացվում որ կեսից ավելին տնօրինում էին հայերը եւ ահա այս համակարգում է, որ Մանթաշյանների կամ Մանթաշյանցների ընտանիքը ձեռք է բերում խոշոր առևտրական կապիտալ եւ դառնում այս նոր համակարգի թիվ 1 դեմք։ Թիֆլիսյան միջավայրի ծնունդ մարդ էր, փաստորեն, ծագումով պարսկահայեր էին, թավրիզեցիներ, 1842 թվականին ծնվել է Ալեքսանդր Մանթաշյանցը, նրա հայրը Հովանեսը այդ կապիտալի հիմնադիրն է Թիֆլիսում
եւ նա ավելի առևտրի մեջ էր եւ բանկային գործի մեջ էր հմտացած, նաեւ հովանավորում էր իհարկե արհեստներ, բայց արդեն նավթային բումի հեղինակը հենց որդին է, որը հոր մահվանից հետո որոշում է, որ Բաքվում նոր բացվող այդ նավթային արդյունաբերության ոլորտում պետք է կատարի մեծ ներդրումներ եւ այստեղ է տեղափոխում իր կապիտալի մեծ մասը եւ կարողանում է այո այստեղ արդյունահանվող նավթի մեծ մասը փաստորեն իր սեփականությունը դարձնել։ Նա առաջին հերթին ձեռք էր բերում արտոնագրեր իրավունք հանքերը շահագործելու եւ այնուհետեւ դա կապում էր բանկային կապիտալի հետ եւ ստացվում է, որ շատ հետաքրքիր մի կապ էր աշխատում, նա Թիֆլիսի առևտրային փաստորեն տան սեփականատեր լինելով, գլխավոր բաժնետեր լինելով, կազմակերպում է մասնաճյուղեր Բաթումում, Բաքվում եւ դրանց միջոցով բոլոր այս փոխանցումները կատարվում էին եւ կարողանում է աստիճանաբար այս խոշոր կապիտալի կուտակմամբ ստեղծել արդեն մեծ ընկերություն 19-րդ դարի վերջին, դա Մանթաշյանց եւ ընկերներ այդ առևտրային կազմակերպություններ խոշոր, որը կարողացավ ի սկզբանե ունենալ հսկայական կապիտալ, դա 1899 թվի դրությամբ 22 միլիոն ռուբլի էր, ահռելի գումար այն ժամանակվա համար, որով ինքը դառնում էր ամենահարուստ մարդկանցից մեկը ռուսական կայսրությունում եւ առաջին աշխարհի նախօրյակին կապիտալը արդեն նրա մահվանից հետո 30 միլիոն ռուբլի էր հասել։ Իհարկե նա կարողացավ այս կապիտալի մասը ազգային նպատակներով օգտագործել, բայց ցավալի է, որ նրա մահվանից հետո նրա որդիները չկարողացան շարունակել հոր գործը նույն ծավալներով եւ նույն տրամաբանությամբ։ Ալեքսանդր Մանթաշյանցը գործարար էր, ով իր գործունեությունը զուգակցում էր հասարակական ու բարեգործական գործունեության հետ։ Հենց նա է, որ հովանավորում էր Կովկասի ամենամեծ որբանոցը։ Նրա աջակցությամբ ամենատարբեր շենքեր ու եկեղեցական կառույցներ են հիմնվել Թիֆլիսում, Երևանում, Բաքվում, եվրոպական մի շարք երկրներում։ Այսօր էլ Փարիզի կենտրոնում գտնվող Սուրբ Հովանես Մկրտիչ եկեղեցին իր գոյությամբ պարտական է հենց Մանթաշյանցի։ Եվ պատահական չէ Մանթաշյանին տրված նավթի արքա մականունը, որովհետև այն ժամանակ, երբ առհասարակ Բաքվում տեղի ունեցավ նավթարդյունաբերական բումը, կապիտալի մեծ մասը կենտրոնացավ հայերի ձեռքում եւ հայերն էին, որ այդ փուլում համարվում էին գլխավոր խաղացողներ։ Նաև Բաքվում հայերի ունեցած կապիտալի մասին խոսենք։ Այո, Բաքվում ինչպես դա տեղի ունեցավ նաև։ Բաքվում շատ տրամաբանական էր, եթե մենք նայում ենք 1897 թվականի ռուսական կայսրության առաջին եւ միակ փաստորեն համառուսաստանյան մարդամարի տվյալները եւ դրանում նշված սոցիալական շերտավորումը, մենք տեսնում ենք, որ արդյունաբերական արտադրանքի կազմակերպման մեջ, այդտեղ նաեւ աշխատանքային ինժեներական օրինակ կադրերի եւ այլ հարցերում կարևոր դեր ունեն հայերը եւ ռուսները։ Այսինքն մի կողմից հայերն են որպես տարածաշրջանի գլխավոր առևտրաարդյունաբերող կապիտալիստական խավ, հա, մյուս կողմից տիտուլյար ազգն է ռուսական կայսրության, այսինքն անվանակիր ազգը ռուսները, որոնք որ պարզ է պետք է այդ պետության մեջ ունենային գլխավոր որոշիչ դեր եւ նաեւ կրթական ցենզով իրենց իհարկե առանձնանում էին, պարզ է որ պետք է ունենային եւ քաղաքական նորությունը եւ նաեւ կրթական ու տնտեսական։ Բայց հայերի ֆենոմենը առանձնահատուկ է։ Իսկ ահա տեղում եղած կովկասյան թաթարները, այսինքն ապագա ադրբեջանցիները, նրանք հիմնականում ցածր աշխատանքային այսպես շերտն էին կազմում եւ հետաքրքիր է, որ դեռ 1886 թվականի այդ ծխական հաշվեգրման տվյալներով, որը նախնական մարդահամար պայմանական անվանենք, նրանց մեծ մասը նշում էին որպես բատրակներ։ Իսկ նրանք աշխատում էին, օրինակ ռուս եւ հայ գործարարների, մասնագետների մոտ եւ կատարում էին ավելի այդպես տարական աշխատանքներ։ Եվ այս տեսանկյունից պետք է եւս մեկ անգամ շեշտել այն փաստը, որ ոչ միայն Թիֆլիսում, այլև Բաքվում մենք դարձանք վճռորոշ գործոն Բաքվում եւ պատահական չի, որ այստեղ օրինակ եղած
ընկերությունների այդ առևտրի եւ արդյունաբերության ոլորտում, այսինքն տնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպությունների 58%-ը առաջին աշխարհամարտի նախօրյակին պատկանում էր հայերի, հայ սեփականատերերի եւ սա նաեւ որոշակի սոցիալական դիրք էր նշանակում այդ մարդկանց համար եւ մենք հասկանում ենք նաեւ թե ինչպիսի ատելություն կարող էր գեներացվել այն մարդկանց մոտ, ովքեր որ սերնդեսերունդ կամ տասնամյակներով աշխատել էին որպես բատրակ նրանց մոտ, այսինքն դա իրացիոնալ ատելություն է, ավելի գործունյա մարդկանց նկատմամբ, մարդիկ ովքեր ստեղծագործ են, աշխատող են, ստեղծում են պրոդուկտ, այդ մարդկանց նկատմամբ, այն մարդկանց կողմից, ովքեր չունեն համապատասխան կրթական ցանց, համապատասխան որակներ, ձեռնարկատիրական, նախաձեռնողական, այդ իրացիոնալ ատելությունը մենք հստակ տեսնում ենք 1918 թվականի սեպտեմբերի 15-ից 18-ը տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ, երբ որ արդեն Օսմանյան կայսրության բանակը Էնվեր Փաշայի եղբոր գլխավորությամբ, երբ որ մտավ Բաքու, երկարատև այդ հայկական ճակատը փլուզվեց այդտեղ պաշտպանող, այստեղ ներսում հայերի զանգվածային կոտորածներ էին իրականացնում եւ ցավալիորեն այստեղ պարզ դարձավ, որ տեղի կովկասյան թաթարները մասնակից են դառնում այս ցեղասպանական ջարդարարական գործողություններին եւ ինչ որ ձևով փաստորեն իրենց այդ իրացիոնալ ատելությունը արտահայտում են իրենցից ավելի հաջողակ, իրենցից ավելի ստեղծագործող, աշխատող, արարող մարդկանց նկատմամբ։ Եվ դա դրսևորվեց հատկապես նույն հանքահորերում, ինչ էր կատարվում, այդ հրդեհման աշխատանքները, այդ ավերման եւ այլն, այսինքն դա նաեւ ունեցվածքի ոչնչացման հայկական կապիտալի դեմ ուղիղ գործողություններ էին, որոնց մասին այսօր ցավոք քիչ է խոսվում։ Մենք պետք է շեշտենք այն փաստը, որ առաջին աշխարհամարտի նախօրյակին նավթի համաշխարհային հանույթի կեսը հենց Աբշերոնյան թերակղզուց էր, այսինքն Բաքվից, եւ 92% ռուսական կայսրության նավթարդյունահանման այստեղից էր, այսինքն դա եւ ռուսական կայսրության համար շատ կարեւոր էր եւ համաշխարհային տեսանկյունից։ Ու դուք պատկերացրեք, որ այդ տնօրինողը հիմնականում այնտեղ մի քանի հայ գործարարներ են, որոնց մեջ իհարկե Ալեքսանդր Մանթաշյանցն ունի առանձնահատուկ տեղ եւ նա ինչով է կարևոր հայոց պատմության տեսանկյունից նաեւ, որովհետեւ մենք կարող ենք խոսել հաջողակ հայերի մասին աշխարհի տարբեր տեղերում ծրված, չէ, բայց հայկականության հետ չկապենք։ Նա նաև ազգային գործիչ է, առաջին հերթին ազգային գործիչ է հայոց պատմության տեսանկյունից, որովհետև իր կուտակած կապիտալը ծառայեցրել է ազգային շահերի համար։ Պետք է նշել, որ օրինակ նա 1895 թվականին Կովկասի հայոց բարեգործական այդ ընկերության ցմահ ընտրված պատվավոր նախագահ է եղել, որովհետև նա հսկայական ներդրումներ էր կատարում բարեգործական նպատակների համար։ Նա մնացել է հայոց պատմության մեջ իր եկեղեցաշինական նաև աշխատանքներով, ինչպես է հովանավորել, արդեն դու նշեցիր օրինակներ, գաղթօջախներում, հայկական եկեղեցիների շինարարություն, նույն կովկասյան ռուսական կայսրության ներսում տարբեր կենտրոնների, նույն Թիֆլիսում եւ այլ տարբեր տեղերում եկեղեցաշինություն, նույն Բաքվում, նաեւ դպրոցաշինությանն է հովանավորել, Մայրաթոր Սուրբ Էջմիածնին է ուղիղ հովանավորել, այդ թվում Մայրաթորում շինարարական աշխատանքներ կատարելիս։ Այս ամենից զատ ես առանձնահատուկ կուզենայի նշել նրա գործունեությունը կապված հայ գործիչներին կրթություն ապահովելու հարցում։ Նա հովանավորել է մի շարք հայ գործիչների, որոնք հետո պետք է իրենց անունը ոսկե տառերով գրեն մեր պատմության մեջ եւ այդ գործիչների մեջ առանձնացնենք մի քանիսին։ Նա օրինակ հովանավորել է, ապահովել է նրանց ուսման ծախսերը Նիկողայոս Ադոնցին, Հակոբ Մանանդյանին, ովքեր նշանավոր պատմաբաններ են եղել, ապագա Մեծիտանը Կիլիկիո կաթողիկոս, իսկ մինչ այդ Սարդարապատում շատ կարևոր առաքելություն իրականացրած Գարեգին arczepiskopos Հովսեփյանին, ով պետք է Գերմանիայում կրթությունը ստանար նրա աջակցությամբ։ Նա հովանավորել է ապագա ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Չորեքչյանին կրթություն ստանալու հարցում, գրող Սիամանթոյին,
աջակցել է Կոմիտասին եւ նաեւ տարքիր է որ գաղափարական առումով լրիվ այլ դաշտում գտնվող Ստեփան Շահումյանին է հովանավորել, այսինքն նրա համար կապիտալիստական գաղափարներն էին առաջնահերթ, իսկ Ստեփան Շահումյանը դեռ արդեն պատանի հասակից աչքեր ընկնում սոցիալիստական գաղափարներով, բայց նա եւս ստացել է նրա աջակցությունը եւ մենք գիտենք, որ ի տարբերություն շատ բոլշևիկ հայ գործիչների Ստեփան Շահումյանը ունեցել է որոշակի հարցեր, որոշակի պատկերացումներ ազգային հարցի հետ կապված եւ մենք հատուկ առանձին հաղորդում էինք նկարել, որտեղ առանձնացրել էինք հենց այդ հայացքները, որով նա տարբերվում էր այն բոլշևիկներից, ովքեր հանուն համաշխարհային ինչ-որ ուտոպիական հեղափոխության պատրաստ էին զոհասեղանին դնել ամբողջ հայ ազգին եւ Շահումյանը այդ մարկանցից չէր եւ հակառակը մնաք Բաքվի նույն ինքնապաշտպանության կազմակերպման հարցում դաշնակցության հետ նույնիսկ գնացին համաձայնության եւ միասնական ճակատ էին ձևավորել եւ այս շարքը կարելի է շարունակել Ալեքսանդր Մանթաշյանցը հովանավորել է բազմաթիվ այլ գործիչների նրանց կրթական ծախսերն է հոգացել եւ հետամուտ է եղել որ նրանց մոտ որոշակի գործունեության ոլորտ մատնանշվի այսօրվա բառով ասենք կարիերա մատնանշվի, այսինքն այս առումով նա նաև նախանձախնդիր անձնավորություն է եղել։ Ընդ որում ոչ միայն գործիչներին կրթություն ապահովելու առումով, այլ հենց դպրոցների լուսավորչական, կրթական հաստատություններին ֆինանսավորելու առումով, հատկապես երբ այն ժամանակ, երբ ցարական իշխանությունները որոշում են կայացնում բռնագանձել եկեղեցու ունեցվածքը եւ արդյունքում մի շարք դպրոցներ, մշակութային կրթական կենտրոններ, որոնք ուղղակիորեն ֆինանսավորվում էին եկեղեցուց, փաստորեն կտրվում են որևէ ֆինանսական աղբյուրից եւ հենց այստեղ ենք մենք տեսնում Մանթաշյանցի նվիրական գործունեությունը, հենց նրա ջանքերով է, որ Թիֆլիսում սկսվում է Ներսիսյան դպրոցի նոր շենքի կառուցումը, նույն դու խոսեցիր նաև Էջմիածնում ներդրում կատարելու մասին, հենց նրա առաջարկով է, որ կազմվում է Մայրաթոռի նոր վեհարանի շենքը, դարձակ սրահներով, ընդունարաններով եւ բավականին մեծ ներդրում են ունենում նաեւ հենց Էջմիածնում եւ ըստ էության կրթական, լուսավորական ոլորտը ուղղությունը նրա առաջնահերթությունների շարքում էր։ Մանթաշյանցի մեգա պրոյեկտներից մեկը, որ արդեն դուրս է մեր ազգային օրակարգից, նրա հիմնական ֆինանսավորողն է եղել կամ նրա ընկերությունը հիմնական ֆինանսավորողը, որ Բաքու, Բաթում նավթատարը կառուցվի։ Մենք գիտենք, որ սրա մոդեռնիզացված տարբերակը այսօր քաղաքական լրջագույն հարց է եւ մտնում է նույնիսկ կարելի ասել աշխարհաքաղաքական տարբեր հարցերի հոլովույթ եւ այսօր ժամանակակից Ադրբեջան պետությունը հենց այդ ուղղությամբ նավթատարի հիման վրա է, որ պետք է շարունակեր հետո կառուցեր մինչև այսպես պայմանական ասած Ջեյհան, հա, այդ հսկայական գիծը, այսինքն դեպի Եվրոպա դուրս գալու նավթ վաճառելու հնարավորությունները եւ Թուրքիա դեպի ուղիղ նավթի մատակարարումները Ադրբեջանը հիմա այդ տրամաբանությամբ է շարունակում, ժամանակին իհարկե տրամաբանությունը լիովին այլ էր։ Մանթաշյանցի ժամանակաշրջանում դա ռուսական կայսրություն էր, ռուսական կայսրության մի քաղաքից մեկ այլ քաղաք, որտեղ ինքը ուներ բանկի երկու մասնաճյուղեր, նա կառուցում է այդ հսկայական նավթատարը եւ ապահովում է ռուսական կայսրության կողմից նավթի վաճառք եւ պատահական չէ որ ռուսական կայսրությունը հովանավորում էր նրա ընկերության գործարքները եւ առևտրական կապերի հաստատումը ընկերությունը այդ կերպ մասնաճյուղեր էր հիմնել տարբեր երկրներում եւ գործարքներ էր իրականացնում այնպիսի երկրների հետ ինչպիսին է օրինակ Ռումինիան, Ֆրանսիան, Միացյալ Թագավորությունը, այսինքն Մեծ Բրիտանիան, նույն Օսմանյան կայսրությունը Հնդկաստան, Եգիպտոս տարբեր ուղղություններով նրանք գործարքներ էին իրականացվում եւ ստացվում է որ մեգա մասշտաբի պրոյեկտ էր իրականացվում այդ գործչի կողմից, որը փորձում էր կրկնում գումարները ստացված ծառայեցնել ազգային նպատակների, բայց այնուամենայնիվ մենք լավ հասկանում ենք, որ գործարարը երբեք իր ամբողջ գումարը չի դնում կոնկրետ ինչ որ
պրոյեկտի նախագծի մեջ եւ բնականաբար հիմնականում եկամուտներն են օգտագործվում, այդ հավելյալ շահույթն է օգտագործում նման նպատակների համար, իսկ նրա հիմնական կապիտալը նրա մահվանից հետո 1911-ին է վախճանվել, 4 զավակները չկարողացան նույն կերպ տնօրինել, ինչպես որ հայրը եւ պապն էին տնօրինում, եւ այնպես ստացվեց, որ այո, ճիշտ է 1914-ի դրությամբ 30 միլիոն ռուբլի էր հասել, բայց ի վերջո նրանք հատկապես լուրջ խնդրի առաջ կանգնեցին, երբ որ խորհրդային կարգեր հաստատվեցին եւ նրանց նավթահորերը փաստորեն ազգայնացման էին ենթակա, իրենք այդ ընթացքում մտածեցին, որ կարելի է բաժնետոմսերը վաճառել բրիտանա-նիդերլանդական Shell կոնցեռնին, որը գիտեք, որ աշխարհում այսօր British Petroleum-ի հետ միասին եւ Rosneft-ի ռուսական ամենախոշոր ընկերություններից մեկն է այդ ոլորտում եւ գալով գործարքի 10 տարով իրենց նավթահորերի շահագործման իրավունքը տվեցին նրանց որոշակի դրա դիմաց փոխհատուցում ստանալու պայմանով, այնուամենայնիվ այս նախագիծը իրականություն չդարձավ եւ ի վերջո ստացվում է, որ այդ հսկայական կուտակված կապիտալը Բաքվում այլևս չէին կարող նրանք տնօրինել։ Եվ արդեն խորհրդային իրականության պայմաններում մենք շատ լավ հասկանում ենք, որ բոլոր նավթահորերը խորհրդային պետության սեփականություն են հանդիսանում։ Ալեքսանդր Մանթաշյանցը, եթե ընդհանուր գնահատենք նրա կերպարը, կմնա հայոց պատմության մեջ որպես խոշոր հաջողակ գործարար, որը իր միջոցները, իր եկամուտները ծառայեցրել է ազգային կյանքին, մասնավորապես հայ մտավորականությանը ֆինանսավորելուն, հայոց եկեղեցում աջակցելուն, դա թե եկեղեցաշինությամբ, թե դպրոցաշինությամբ արտահայտվել է եւ թե նաեւ իր դրսևորումն է ունեցել որփանոցների եւ հիվանդանոցների նկատմամբ որոշակի հոգացությամբ եւ այս ամենով հանդերձ է, որ մենք կարող ենք որևէ գործի անվանել ազգային գործիչ։ Ալեքսանդր Մանթաշյանցն այն գործարարներից էր, որ նույնիսկ իր միլիոնների կարողության մեջ երբեք չհեռացավ հասարակ ժողովրդից։ Իր գործարար կայսրությունում նա նույնիսկ անում էր ամեն ինչ, որպեսզի շահեն իր հայրենակիցները, ուստի պատահական չէ, որ բոլոր այն քաղաքներում, որտեղ որ նա հիմնադրում էր գործարաններ, միշտ ղեկավար պաշտոններում գրեթե միշտ նշանակվում էին հայեր։ Եվ մինչև իր կյանքի վերջը Ալեքսանդր Մանթաշյանցը ապրեց հասարակ կյանքով, նույնն էլ պահանջելով իր ընտանիքի անդամներից։ Իսկ մեծն բարերարի մասին պատմող մեր այսօրվա թողարկումը մոտեցավ իր ավարտին, մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։